Հունիսի 5-ին ներքին գործերի նախարարության, Փրկարարծառայության եւ Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ներքին գործերի նախարարության, Փրկարարծառայության տնօրեն նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը եւ Հայաստանում փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին։ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության արդյունքներից մեկն է եւ Փրկարարծառայությունը պատրաստական է շարունակել համատեղ աշխատանքը, գնահատելով միջազգային փորձի փոխանակման կարեւորությունը։ Մոնիկա Սանդրին իր հերթին նշել է, որ այս հուշագիրը եւս մեկ կարևոր քայլ է ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի պատրաստվածությունն ու արձագանքման կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը ի նպաստ մարդկանց պաշտպանության եւ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների բարձրացման ուղղությամբ։ Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Mercedes եւ BMW մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք զինամթերք։ Հունիսի 5-ին երեկոյան ժամը 9-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում Մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ 6 տղամարդիկ։ Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն։ Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է Մակարով տիպի 2 ատրճանակ լիցքավորված հնգական փամփուշտներով եւ ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն եւ Նորք մարաշվարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Երևանի Արմենակ Արմենակյանի եւ Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան ժամը 7:25-ին ձերբակալելու քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում։ Անգամ կար հավաստի տեղեկություն, որ 48-ամյա տղամարդը տանը պահում է թմրամիջոց։ Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդն էլ տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր։ Հունիսի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 48-ամյա տղամարդու տանը, հայտնաբերվեց սպասվածից ավելին, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածից զատ ձերբակալվածը տանն ապօրինի պահում էր նաև մարտական ատրճանակ ու փամփուշտ։ Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք, եթե բարձրակ շենքի առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից։ Հեռացեք դեպի բաց տարածություն, ձեզ հետ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով նախապես պատրաստված պայուսակը։ Եթե գտնվում եք 4-րդ եւ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք։ Առաջին հերթին, սովորաբար, փլվում են մուտքի աստիճանները։ Կանգնեք շենքի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների եւ դռան բացվածքների եւ հենասյուների մոտ, հեռու լուսամուտներից։ Գլխավերևում պահեք աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ բնակարանից, նախապես փակեք գազի փականը, հոսանքազերծեք բնակարանը։ Փլուզումներից առաջացած փոշուց պաշտպանվելու համար բերանը եւ քիթը ծածկեք թաշկինակով։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, հեռացեք շենքից, կամուրջներից եւ էլեկտրասյուներից դեպի անվտանգ տարածություն։ Շենք վերադարձեք պաշտոնական հաղորդագրությունից հետո։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, արգելակեք մեքենան, համեմատաբար բաց տարածությունում, ճանապարհից դուրս, կամուրջներից, բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում, հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք դրա համաձայն։ Եթե մետրոյում եք, ցնցման ժամանակ խուճապի մի մատնվեք, ամուր բռնեք երկաթե ձողերից։ Հետևեք կայարանի բարձրախոսով տվող ցուցումներին։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։
Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 պատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժանալ։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկի 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։